Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի արտահերթ թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ։ Ստեփանավանում արտակարգ վիճակ է, այսօր տեղացած կարկուտը վնասել է մեքենաներ, տների տանիքներ, ցանքատարածություններ։ Քաղաքում սահմանվել է արտակարգ ռեժիմ, ստեղծվել շտաբ եւ վնասները գույքագրող հանձնաժողով։ Վնասված մեքենաների թիվն ավելանում է, տուժել է նաեւ ամրակիցը։ Ստեփանավանի քաղաքապետարանը բազմամարդ է, գործընկերոջս հայտնել են, որ քաղաքացիները համայնքապետարան են գնում վնասի գույքագրում անելու ու փոխհատուցման դիմումներ լրացնելու համար։ Քաղաքի վիճակի մասին բնակիչների հետ խոսել է Սեդա Մակարյանը։ Ձվի չափ կարկուտ է տեղացել Ստեփանավանում։ Դրսում մնացած մարդիկ կապտուկներով են տուն հասել։ Ստեփանավանի մեր հայրենակիցներն ABC մեդիային լուսանկարներ ու տեսանյութեր են փոխանցել։ Մոտ կես ժամ տևած կարկուտը միլիոնների վնաս է հասցրել բնակիչներին։ Կարկտահատիկները րոպեների ընթացքում ծեծել են այգիները, ցանկատարածությունները, տանիքներն ու մեքենաները։ Այնինչ գյուղացին ամիսներով աճեցրել է արևի տակ, երկնքից ընկնող սառույցը հաշված րոպեներում հողին է հավասարեցրել։ Տուժել են նաև Հարակից, Արմանիս եւ Ուրասարկ բնակավայրերը։ Սառույցի սպիտակ շերտով ծածկված փողոցներ, վնասված մեքենաներ, ոչնչացած բերք, բնակիչներն ասում են, նման կարկուտ վաղուց չէին տեսել։ Հիմնական տուժել են մեքենաները, ուսների, գրիչները, պատուհաններ, այգիներ, բերք կարճ տևեց։ Ժամը սկսել է 1:15 պակաս, մոտավորապես կես ժամ 40 րոպե է տևել, բայց շատ միանգամից է սկսվել էլ, մարդիկ չէին հասցնում մեքենաները ծածկի տակ տանեին։ Օրեր առաջ էին օդերևութաբանական կենտրոնից հայտարարել, որ հանրապետության որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ տեղա։ Հակակարկտակայանները սակայն նորից չեն գործարկվել կարկուտի պահին, դրանք կրակել են միայն աղետից հետո։ Հակակարկտակայաններ կան տարածքում, բայց կրակոցներ չեն գտել, որովհետև կարկուտը շատ միանգամից սկսեցել, ինձ թվում է յանքերն են շունել։ Արևոտ պարզ եղանակ էր, 10 րոպեով եղանակը փոխվեց, կարկուտից հետո ասել կրակոցներ, կարկուտից հետո արդեն կրակվել են։ Այժմ համայնքներում հաշվում են վնասների ծավալը։ Համայնքապետարանն արտակարգ ռեժիմ է հայտարարել։ Շտաբը ձևավորվել արտակարգ իրավիճակների հանձնաժողովը ձևավորվել է պահին արձանագրվում են, գույքագրվում են վնասները բնակիչների կողմից, արտակարգ ռեժիմով աշխատում է համայնքապետարանը, տեղում աշխատում են այն աշխատակիցները, ելի գույքագրում են բնակիչների հետ հավասար։ Թե որքան բերք է գետնին հավասարվել, քանի տնտեսություն է տուժել եւ ինչ աջակցություն կստանան բնակիչները, պարզ կլինի առաջիկա օրերին։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի համար ձերբակալել են 194 անձի, քրեական հետապնդում են հարուցել 209 անձի նկատմամբ, 84 մեղադրյալի նկատմամբ կալանք եւ տնային կալանք, 85-ի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ։ Լռության օրը որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե տեղեկություն կա, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան եկած տղամարդիկ, որոնք կմասնակցեն ընտրությանը, չեն կարողանալ լքել Հայաստանը։ Ըստ այդ տեղեկությունների, իբր նրանց անձնագրերում ընտրությանը մասնակցելու մասին նշումներ են արվելու, որպեսզի ելքը Հայաստանից արգելվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը գործընկերոջս հետ զրույցում հերքել է տեղեկությունը։ Ընտրողների անձնագրերում որևէ նշում, կնիկ կամ այլ բան չի արվում ընտրության ժամանակ։ Կեսգիշերից Հայաստանում մեկնարկել է լռության օրը, խորհրդարանի ընտրությունից առաջ օրենքով սահմանված վերջին փուլը։ Վաղը Հայաստանում տեղի կունենա խորհրդարանի ընտրություն, որի արդյունքով կձևավորվի 9-րդ գումարման ազգային ժողովը։ Խորհրդարանում առնվազն 105 մանդատի համար պայքարում է 18 քաղաքական ուժ, 16 կուսակցություն եւ 2 դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն առնվազն 4, իսկ դաշինքները 8% ձայն։ Ընտրությունը տեղի կունենա համամասնական ընտրակարգ եւ դրա արդյունքով կորոշվի ոչ միայն խորհրդարանի կազմը, այլև առաջիկա տարիների քաղաքական օրակարգը։
Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2,485,851 քաղաքացի։ Հիշեցնեմ ընտրության կարգը։ Քաղաքացին ընտրության օրը ներկայանում է իր ընտրատեղամաս անձնագրով կամ նույնականացման քարտով։ Ընտրողների ցուցակում գրանցվելուց հետո ստանում է քվեաթերթիկներ։ Փակ քվեախցիկում ընտրում է իր նախընտրած կուսակցությանը կամ դաշինքի քվեաթերթիկը, դրում է ծրարի մեջ եւ գցում քվեատուփը։ Մեկ ընտրողը կարող է քվեարկել միայն մեկ անգամ։ Կրկնում եմ, ընտրության ժամանակ որևէ քաղաքացու անձնագրում որևէ նշում, գրառում կամ կնիկ դնել չի թույլատրվում։ Այսօր եւ վաղը հանրապետության ամբողջ տարածքում օրենսդրությամբ իրեն վերապահված ամբողջ գործիքակազմի կիրառմամբ եւ ժամանակակից տեխնիկական սարքավորումների, այդ թվում անօթաչուների գործադրմամբ հակակոռուպցիոն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ընտրակաշարք տալու եւ ստանալու հանցավոր սխեմաների մեջ ներգրավված անձանց բացահայտմանը եւ չեզոքացմանը։ Առավոտյան ձերբակալել եւ քննչական կոմիտե են տեղափոխել ապրելու երկիր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արդիք համայնքի ավականու խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանին։ Ապրելու երկիր կուսակցության անդամ Անետ Հանդիլյանը հայտնել է, որ ձերբակալության եւ վարույթի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Օկուպացված Քարվաճարում ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Ադրբեջանական բանակի երկու զինծառայողների Օմարի Լեռնանցքի մոտ ձյան եւ սառույցի պատճառով ընկել են կիրճը։ Բաքուն հայտնել է, որ նրանցից մեկը մահացել է, մյուսը տուժել, տեղափոխել են բժշկական կենտրոն։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևոցը հայտարարել է, որ հապկից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը։ Նրա խոսքով կազմակերպությունը ցույց է տվել իր արդյունավետությունը եւ այս պահին եվրասիական տարածքում անվտանգության երաշխավորն է։ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռային եւ անօթաչուների հարձակումներ են հետ մղել։ Օդային տագնապի ազդանշան է հնչել նաեւ Բահրեյնում։ Իսկ Ցախալի հարվածի պատճառով Լիբանանի բանակի զինծառայողներ են զոհվել, այդ թվում բարձրաստիճան սպա։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Իսրայելը զորքեր է ուղարկել Ադրբեջան Իրանի դեմ պատերազմի ժամանակ, որպես տարածաշրջանում գաղտնի հետախուզական ու ռազմական ցանցի մաս հայտնել է CNN-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ 4 աղբյուրի։ Ժամեր անց Ադրբեջանը հերքել է լրատվամիջոցի պնդումը։ Իրանի Սիրիկ եւ Քեշ կղզիները թիրախավորելուն ի պատասխան Իրանը հարվածել է Քուվեյթի ամերիկյան ռազմական օբյեկտներին եւ Բահրեյնում Միացյալ Նահանգների 5-րդ նավատորմի ենթակառուցվածքներին։ Քուվեյթը հայտարարել է, որ հետ է մղել հարվածները։ Ազովի ծովում հացահատիկ տեղափոխող նավերի վրա անօթաչու սարքերի հարձակումների հետևանքով զոհվել է 5 ադրբեջանցի նավաստի։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը հայտարարել է, որ հարձակումների հետևում կանգնած է Կիևի ռեժիմը։ 185-ի դիմաց Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել։ Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը Թրամփի փեսայի աջակցությամբ կառուցվող շքեղ հանգստավայրի դեմ։ Ալբանիան պատկանում է ալբանացի ժողովրդին եւ մենք ենք որոշում, ինչ ենք ցանկանում այստեղ անել, բողոքի ակցիայի ժամանակ ասել են ցուցարարները։ Իտալիայի պաշտպանության նախարարը կոչ է արել Եվրամիության 27 երկրներին եւ եւս 13 այլ երկրի ստեղծել նոր պաշտպանական դաշինք։ Էրդողանի որդին ժամանել է Սանկտ Պետերբուրգ մասնակցելու միջազգային տնտեսական ֆորումին։ Սթարմերը կոչ է արել Իլոն Մասկին չմիջամտել Մեծ Բրիտանիայի ներքին գործերին այն դեպքից հետո, երբ 18-ամյա տղան էր սպանվել ցույցի ժամանակ, իսկ Մասկը քննադատել է բրիտանական ոստիկանությանը սպիտակամորթների նկատմամբ կողմնակալության համար։ Անիա Բաղյան, Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, մենք վաղը աշխատելու ենք արտահերթ ռեժիմով առավոտյան 8-ից յուրաքանչյուր 2 ժամը 1 կլինենք ուղիղ եթերում։ Այնպես որ հետևեք մեզ, կհանդիպենք, բարի գիշեր։ Ուղիղ միացումներ ընտրատեղամասերից, թարմ տեղեկություններ յուրաքանչյուր 2 ժամը 1, մասնակցության տվյալներ, խախտումներ եւ միջադեպեր, քաղաքական ուժերի արձագանքներ, փորձագիտական վերլուծություններ։ Հունիսի 7-ին ընտրության օրը ABC Մեդիան աշխատելու է արտակարգ ռեժիմով։